Հայաստանում ԱՄՆ դեսպանը տիկնոջ հետ ընդունում է շնորհավորանքներն ու ինքն էլ շնորհավորում։ ԱՄՆ դեսպանությունը տոնում է Միացյալ Նահանգների անկախության 241-րդ տարեդարձն ու հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին, դեսպան Միլսը պատմեց, որ Հայաստանի անկախության ու զարգացման ականատեսն է եղել, երբ 25 տարի առաջ ամերիկյան պետքարտուղարությունում զբաղեցնում էր նորանկախ Հայաստանի հետ կապերի պատասխանատուի պաշտոնը։ Վերջին 25 տարիների ընթացքում մենք միասին կապեր ենք կերտել դիվանագիտական, ռազմական, կոմերցիոն տիրույթներում ու մեր ժողովուրդների միջև։ Մեր հարաբերությունները խարսխվում են այս կապերի վրա եւ առաջիկա տարիներին մենք կփորձենք առավել խորացնել մեր գործընկերությունը։ Երկու ստեկ շնորհավորանքներից հետո խոսափողին մոտեցավ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Կառավարության ղեկավարը շնորհավորելով անձամբ դեսպանին եւ Ամերիկայի բարեկամ ժողովրդին իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանին ցուցաբերած աջակցության ու օժանդակության համար։ Մենք մեծապես արժևորում ենք ԱՄՆ-ի հետ մեր ամուր բարեկամությունն ու սերտ համագործակցությունը եւ ուրախ ենք, որ համատեղ ջանքերով այն շարունակական է եւ զարգանալու միտում ունի։ Վարչապետը նշեց, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է, որի հետ գործակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ այլ ոլորտներում։ Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովն ու ներդրումների եւ առևտրի շրջանակային համաձայնագրի խորհուրդը հարաբերությունները զարգացնելու լավ հարթակներ են։ Հայաստանը բարձր է գնահատում այն դերակատարությունը, որը իրենք ունեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Հայ-ամերիկյան քառորդ դարյա դիվանագիտական հարաբերություններն իրական տոնի վերածելու համար առաջիկա 2 շաբաթներին Հայաստանի ամբողջ տարածքում կհնչի ամերիկյան ջազ, ամերիկյան շրջագայություն նախաձեռնության ընթացքում։ Մարիաննա Դանիելյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։